Մեծ մասը տունն է նստած, ինչ-որ մի մասն էլ եթում են գործի գալիս ենք։ Ստիպված, հա, որպեսզի չկորցնեք։ Կանչում են չէ, ոչ թե բան, դե ցեխերում եթում են գալիս ենք, էլի հավանտեր չի թողածվի։ Ասենք ամեն ցեխում կա, մեր ցեխում օրինակ ամեն մի սմենում 2 հոգի գալիս են գործի։ Մեծ մասը նստած է տունը։ Այդտեղ իրանք են էլի նստած 2/3-ով, մեզ էլ կանչում են գալիս ենք եթում ենք էլի։ Մեզ եկել են երևա էլի ոնց է, ինչ կլինի։ 16 ամիս, ինչքան գումար են ձեզ։ Մի գումար էլ ես Չենք դվախենը։ միլիոներից մի քիչ ավել գումար էլի։ Իսկ ձեր ապրուստը այսքան այդտեղ ենք աշխատում, հա այդ ամեն պարտք ենք անում, ապրում ենք էլի։ Հետո տալիս են տանում, տալիս ենք։ 15 ամիս չեն տվել աշխատավարձ, պատկերացրեք, 15 ամիս։ Մենք ինչ է դաբրենք։ 12 թվականի հոկտեմբերի փողը։ Անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին ստացել էինք 12 թվականի հոկտեմբերի փողը, ընդ հաշվեք։ Քանի ամիս են պարտք։ Դատախազը գա այդ հարցերի խարխավոր է։ Իմանա որ նայրիտ գործանը սկզբից մինչև վերջ անօրինական գործարքներ է կատարվել։ Իրենք բարձ կարա իրան աշխատակազմով իմանա որ հանցագործ գործարքներ է կատարվել։ Հենց այդ գործարքների արդյունքով մենք 14 ամիս աշխատավարձ չենք ստանա։ Ինչ կնշանակի 15-րդ ամիս աշխատավարձ չստանաս։ Ու մինչև այսօր էլ մեզ խապելով հասցրել են այսօրին։ Ու արդեն պարզ մենք կզգանք որ մեր գործանը փակվելու վրա է ու մեր աշխատավարձները կարող է չտան։ Որտեղ հայտարարել են որ գործանը սնանկ է, կալանքի տակ է։ Մենք արդեն մեր հույսերը կդրել ենք։ Վերջի հույսը դրել ենք կառավարության ճշմարտության վրա, որ մեր պահանջներին ընտառաջեն արդար լուծում տան, մեր աշխատավարձը տան։ Մենք այս գործատուլը կշարունակենք, եթե այսօր մեզ բավարար պատասխան չտվեցին, մենք այն ժամկետ երկարատև գործատուլ կհայտարարենք ու հնարավոր է մեր գորից լրիվ գործան աշխատողներով հացատուլ կենենք, որովհետև 15 ամիս աշխատավարձ չենք ստացել, հաց ինչով ուտենք։ Նստենք գործանով, լրիվ համաձայն են ժողովուրդը լրիվին հարցրեք, մենք գործանով կնստենք հացատուլի, մինչև մեր 14 ամսվա աշխատավարձը չտան, մեր հարցերը չբավարարեն։ Մենք էլ նանջելու տեղ չունենք, ավել լավ է, սոված մարդը ինչ։ Թվա մեր կառավարությունը խոհեմ կգտնվի, մեր այսքան հորդորները կլսե և մեր պահանջները կբավարարեն։ Ես ընտանիքով քիմիկ ինժեներ եմ, մեր կուտղես ընդեղ են։ Մենք ընտանիքով 2 տղես ու ես ինժեներ են, ես էլ։ Մենք պատկերացրեք ընտանիքով 3 չափահաս տղամարդ 14 ամիս աշխատավարձ չստանա։ Մեր վիճակը ինչ։ Լավ է մենք ինչ-որտեղ օգնողներ ունենք, պահյաներ, դրսից կօգնենք ապրենք, թե չէ մեր վիճակը, ահավոր է։ Ճանենք, թե չենք ճարի, վերջնական արդյունքում շատ հնարավոր է, որ մենք էլ արտագաղթի ճանապարհը բռնենք, բայց դա ումն է պետք։ Միատ մեկով հաղորդում եմ անում։ «2010 թվականի ապրիլից դադարեցվեց նայրիտ գործանի աշխատանքը։ Աշխատակիցները ստիպված գնացին պարապուրդի։ 2010 թվականի մայիսից Չինաստանում բացվեց շանսի նայրիտը, հայկական կողմի 40% մասնաբաժնով, որտեղ բացման արարողությանը ներկա էր Սերժ Սարգսյանը։ 2010 թվականի դրությամբ շանսի նայրիտը արտադրում է $40 միլիոն քլորոպրենային կաուչուկ, և դա ընդամենը 9 ամսվա ընթացքում ստացվում է հայկական կողմի մասնաբաժինը $16 միլիոն է։ Նայրիտ գործանի մեկ ամսվա աշխատավարձների բյուջեն կազմում է $1 միլիոն ԱՄՆ։ Ինչ է ստացվում։ Եթե այդ $16 միլիոն հասնեն ճիշտ հասցեատերերին, գործարանի աշխատակիցները վաղուց արդեն պետք է ստացած լինեին իրենց 15 ամսվա աշխատավարձը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քլորոպրենային կաուչուկի գինը թանկացել է միջազգային շուկայում և
միջազգային շուկայում Երևանում նայրիդ գործարանը պետք է անհապաղ աշխատեր, այլ ոչ թե ծառայեր փողերի լվացման միջոց ներկայիս կոռուպացված իշխանությունների համար։ Թե ինչու չի աշխատում նայրիդ գործարանը, դրա պատասխանը միայն կիմանա Սերժ Սարգսյանը եւ Տիգրան Սարգսյանը։ Իր երկու եղբայրների հետ, որոնցից մեկը աշխատում էր նայրիդ գործարանում, իսկ մյուսը Չինաստանում Հայաստանի դեսպանն է, կարճ ասած, մի քանի գլխանի օֆշորային դևեր, որոնց չի հետաքրքրում նայրիդ գործարանի աշխատակիցների ճակատագիրը։ Հարգելի քաղաքացիներ, ինչպես տեղյակ եք, նայրիդ գործարանի աշխատակիցները չեն ստացել իրենց արդեն 15 ամսվա աշխատավարձները եւ տեղյակ չեն, թե ինչ է լինելու իրենց աշխատանքի հարցը։ Հաշվի առնելով աշխատանքային օրենսգրքի մի շարք խախտումներ, որոնք իրականացվում են նայրիդ գործարանի աշխատակիցների նկատմամբ, Սերժ եւ Տիգրան Սարգսյանները պարտավոր են անհապաղ ներկայացնել 2437 աշխատակիցներին նայրիդ գործարանի վերագործարկման եւ աշխատակիցներին աշխատանքով ապահովելու ժամանակացույցը։ Այսքանը։ Պահանջները դեռ ներկայացվում են հրապարակավ, գրավոր որևիցե սա առաջի դեպքը չի, որ ցույց է կազմակերպում, 2010 թվականից սկսված ցույցերը կազմակերպում են, այսինքն գրավոր ներկայացնելու պահանջ չկա։